Երևանի կենդանաբանական այգու կոկորդիլոսը Կոկո անունով էգը իր երկսենյականոց փոքրիկ կացարանում ընդունել է Գագիկ Ծառուկյանի 9 կոկորդիլոսներին։ Նրանց իրավապահների կողմից կապարակնքված առանձնատան տարածքներից մասնագետները տեղափոխեցին 3։ Գրկած, գուրգուրելով, քնքշաբար։ Երևանի կենդանաբանական այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանի տեղեկացմամբ այս գիշատիչներին քնեցնել չի կարելի, տեղափոխելն էլ տեխնիկապես ու ֆիզիկապես բարդ գործ է եղել։ Երեք տեղեկացել էինք, որ կոկորդիլոսներից մեկը նույնիսկ վնասվածք է հասցրել այգու աշխատակիցներից մեկին։ Դա ես եմ, ոչ մի խնդիր չկա, թեթև այգի քերծված կա հանքի։ Որևէ հարձակում չի եղել, կենդանները նորմալ ֆիքսվել են, նորմալ տեղափոխվել են։ Ինձ հոշոտելու մասին լուրերը չափազանցված են, ասում է փոխտնօրենը։ Հոնքի շրջանում թեթև վնասվածք է ստացել։ Իսկ մեկ կոկորդիլոսի համար նախատեսված տարածքը որքանով է հարմար եւս 9-ին անժամկետ ընդունելու համար։ Ընդամենը մի կոկորդիլոս էր այդտեղ, իր համար տեղը շատ է մեծ էր։ Այսօր այդտեղ տեղավորել ենք, նորմալ ցուցադրվում է։ Ըստ Ասլանյանի տեղը խնդիր չէ, կենդանիներն իրար հետ լավ են, կարանտինի մեջ էլ չեն, այցելուները կարող են միանգամից 10 կոկորդիլոսներով հիանալ։ Դեռ ուրիշ կենդանիներ չեն շփվում, դա համար կարանտինացումը հանգիստ տեղում կարելի է իրականացնել։ Իսկ օրեր առաջ, երբ Ծառուկյանի այգուց առաջին գիշատիչները, վագրերն ու առյուծներն էին տեղափոխվել այստեղ ու մի էգ առյուծ այդպես էլ քնից չարթնացավ, Աշոտ Ասլանյանը պնդում էր բոլոր կոկորդիլոսներին հյուրընկալել չեն կարող։ Մի մասը կարող ենք տեղավորել, բայց իհարկե ոչ բոլորը։ Հիմա բոլորին են տեղավորել ու պնդում են, որ լավ են այս գիշատիչները։ Այս մի հավաստիացումը ստուգել չենք կարող, արտաքուստ կենդանիները հանգիստ են, բայց եթե մի քանիսով որոշեն զովանալ ջրային ավազանում, հաստատ տեղ չկա։ Այստեղ առաջին պլանում հենց տանտերն է, Կոկոն, Նեղոսյան, էգ կոկորդիլոսը, դեղնավուն աչքերովը։ Մյուսները անսպասելի հյուրերն են, ինչ եկել են, չեն կերակրվել։ Այգու մասնագետներն ասում են, թող ադապտացվեն, նոր կուտեն։ Կոկորդիլոսների մենյուն թանկարժեքներից է մանր կենդանիներ, ճագարներ, ձկներ։ Իսկ վաղը կքննարկվի Ծառուկյանի այգու բեզոարյան այծերի ու մուֆլոնների ճակատագիրը։ Հավանաբար նրանց նույնպես կտեղափոխեն, բայց սա դեռ վերջը չէ, ԲՀԿ առաջնորդի այգին նաև բազմաթիվ ջրլող կենդանիներ ունի։ Քննչական կոմիտեն պարզաբանել էր, որ կենդանիները Ծառուկյանի այգուց առգրավվում են, որովհետև դրանք իրեղեն ապացույցներ են ապօրինի որսի դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ծառուկյանի փաստաբաններն էլ տարակուսում էին, ինչու են իրավապահները կենդանիներին ու 6 տարի առաջ հարուցված քրեական գործը հիշել ճիշտ այն օրը, երբ ուժայինները գետնեցին Ծառուկյանին։ Իսկ կենդանապաշտպաններն այս առանց այդ էլ ոչ անաղմուկ գործընթացին միացան, երբ անվերադարձ քնեց Ծառուկյանի մայր առյուծը։ Արինջից Երևանի կենդանաբանական այգի ճանապարհին։ Այս առյուծի անկման պատասխանատուն իրավապահ մարմիններն են, ովքեր արհեստական իրավիճակ ստեղծելով կենդանիներին որպես իրեղեն ապացույց ճանաչելով կազմակերպել են դրանց տեղափոխումը առանց նախնական զննության, առանց տեղանքի ուսումնասիրության եւ առանց դրա համար հիմնավոր պատճառների։ Քնեցնելուց առաջ ինչու չեն զննել գազաններին կամ նրանց տեղափոխելն ինչու էր այդքան հրատապ։ Իշխանությունները նոր իմացան, որ Ծառուկյանը կենդանիների ընդարձակ ու ապօրինի հավաքածու ունի, հարցադրումները շատ էին։ Որոշ շրջանակներ էլ առյուծի անկումը իշխանական հաշվեհարդար էին համարում։ Երևանի քաղաքապետարանն այսօր անհեթեթ է համարել այս թեզը, մանիպուլյացիա, մեջբերում խոսնակի հայտարարությունից։ Մի կողմ թողնելով մեծաքանակ կենդանիների մասնավոր տարածքներում պահելու իրավունքի վիճելի դրույթը արձանագրենք մի փաստ։ Իրավական գործընթացով պայմանավորված կենդանիներին պետք էր տեղափոխել մի տարածք, որը միակն է մեր երկրում, որտեղ կարող էին նրանք վերաինտեգրվել եւ լինել մասնագետների մշտական հոգացության ու խնամքի ներքո։ Սա էր առաջարկի ու տեղափոխման միակ ոչ քաղաքական, բացառապես բնապահպանական մղումը։ Իսկ թե ինչու բնապահպանական մղման շրջանակում կենդանիները լիարժեք չեն ուսումնասիրվել ու նոր քնեցվել, սա է մասնագետների ահազանգը։ Քաղաքային իշխանությունը այս հարցին չի անդրադառնում։ Կենդանաբանական այգին էլ հարցը փակել էր արձանագրումով, առյուծը ծեր էր ու հիվանդ։ Իդեպ կոկորդիլոսները, եթե խանգարող չի լինում, մինչև 120 տարի ապրում են։